խոշոր օվկիանոսներից մեկի, Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մի փոքր մասը համարվում է արգելված գոտի։ Հարյուրավոր նավեր, ինքնաթիռներ և ջրային տեխնիկա է անհետացել այս վայրում, պատճառ դառնալով բազմաթիվ մարդկանց զոհերի։ Բայց ինչ է իրենից ներկայացնում եռանկյունու նմանվող այդ տարածքը, ինչ կա թաքնված Բերմուդյան եռանկյունում։ Ֆլորիդայից մինչև Պուերտո Ռիկո և այնտեղից մինչև Բերմուդյան կղզիներ ընկած տարածքը հայտնի է Բերմուդյան եռանկյունի անվանումով։ Այս գոտում հայտնվող ամեն բան անհասկանալի կերպով անհետանում է, բայց ի՞նչն է այդ ամենի պատճառը, փորձենք բացահայտել միասին։ Անցյալ տարում 1945 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ մի դեպք, որը ծնեց Բերմուդյան եռանկյունի անունով առեղծվածը։ Այդ օրը մեքսիկական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ռազմաօդային ուժերի մի ամբողջ խումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի և ինքնաթիռների, դրանց հետ մեկտեղ նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին։ Այդ օրը 5 Avenger ինքնաթիռ դուրս եկավ Ֆլորիդա բազայից և ուղղություն վերցրեց դեպի արևելք։ Թռիչքից 1.5 ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարական կետում թիվ 19 օղակից առաջին տարօրինակ հաղորդումը ստացվեց։ Մեզ մոտ վթարային իրավիճակ է, երկիրը չենք տեսնում։ Մի քանի րոպեից պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ ծանր իրավիճակում են, ինչ-որ մեկը գոռում էր. «Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տեղ կհասնեինք»։ Շուտով վախն անցավ և ինքնաթիռից ինչ-որ կղզիներ նկատեցին։ Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է, համոզված եմ, որ դա քիստն է։ Հույս ծագեց, որ նրանք կողմնորոշվել են, բայց ամեն ինչ զուր անցավ, նրանք արդեն չկային։ Կարող է արդյոք Բերմուդյան եռանկյունի ժամանակային թակարդ լինել։ Այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նավը կամ ինքնաթիռը ընկնելով այդ միջավայր դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է անցյալ, ապագա կամ էլ զուգահեռ աշխարհ։ Ամերիկյան News շաբաթաթերթը 90-ականների կեսին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը. 70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ 1 րոպե։ Դրանից հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ շատ արագ ծերացել են։ Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր, որոնք տեղի են ունեցել Մառախլապատ երկնքում։ Դե իսկ Բերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես սպիտակ մառախուղը հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հանդիպումից հետո լոկատորների էկրանից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը, և երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներսի բոլոր ժամացույցները կանգ էին առել։ 1993 թվականին Բերմուդյան եռանկյունում նավ է անհետացել 3 ձկնորսներով, որոնց զոհված համարեցին։ Սակայն 1 տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմեցին, որ փոթորիկի ժամանակ իրենց նավին, որը սկսել էր սուզվել, անսպասելիորեն մի մեծ նավ է օգնության հասել, որի անձնակազմը հնաոճ համազգեստով էր և խոսում էր հին անգլերենով։ Բայց ամենազարմանալին այն է, որ ձկնորսներին այդ ամբողջ տարին ընդամենը մի քանի օր էր թվացել։ Դար առաջվա վարկած է նաև Բերմուդյան եռանկյունու հատակում հրեշի առկայությունը, բայց ժամանակակից տեխնիկան և հետազոտությունները հերքել են այդ փաստը, համարելով դա մարդկանց վախից առաջացած երևակայության արդյունք։
Այժմ ամենաընդունելի եւ որոշ չափով հաստատված վարկածը եռանկյունու հատակում մագնիսական ուժերի առկայությունն է։ Հետազոտողները պնդում են, որ ալիքների մագնթացությունների հետևանքով օվկիանոսի հատակում առաջանում են մագնիսական հոսանքներ, որոնք էլ պատճառ են դառնում նավերի եւ ինքնաթիռների խորտակման։ Դրանք շատ մեծ ուժով դեպի իրենց են քաշում ամեն ինչ։ Հետազոտողները պնդում են, որ բացի Բերմուդյան եռանկյունու տարածքից, այլ վայրերում նույնպես տեղի են ունեցել նավերի խորտակումներ։ Իսկ այն հարցին, թե ինչու են Բերմուդյան եռանկյունում տեղի ունենում այդքան շատ խորտակումներ, հետազոտողները պատասխանել են, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երկրագնդում կրկնվող ամենաշատ մագնթացությունները տեղի են ունենում հենց Բերմուդյան եռանկյունում։ Նրանք ասում են, որ մի օր, երբ մագնթացությունն ավելի թույլ էր, նրանք փորձնական օդապարիկ են ուղարկել Բերմուդյան եռանկյունու տարածք եւ օդապարիկը բարեհաջող ետ է վերադարձել։ Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական եւ մերձգիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ են քաշվել մի քանի տասնյակ տարբեր բացատրություններ։ Բնականաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունին հորինված պատահական զուգադիպություն, լրագրային խայծ եւ տուրիստական գործակալությունների տերերի կողմից հորինված առասպել է։ Իսկ եթե այդպես չէ, գուցե իսկապես Բերմուդյան եռանկյունին իր երկրաֆիզիկական առանձնահատկություններով բացառիկ տարածք է։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը կապ ունի տիեզերքի հետ։ Սրան կարելի է վերագրել բոլոր ֆանտաստիկ վարկածները, որոնցից են ծովի հատակում տեղադրված ազդանշանային սարքավորումների, երկվորների խափանումների, այլ մոլորակայինների կողմից առևանգումների մասին վարկածները։ Մի բան անվիճելի է ու անհերքելի։ Բերմուդյան եռանկյունին մնում է ամենամեծ վախը, հրաշքը, խաբեությունն ու բացահայտելու հույսը աշխարհում անոմալ գոտիների հետազոտությունների պատմության մեջ։